Այս մարդու գլխին ոչ մեկը այսօրվա խոսացողներից, ես հիմա իսկապես ուզում եմ ոչ թե սա գովք է, սա իմ անալիզն է, իմ համար որպես ուրեմն պերսոնաժ քաղաքական դաշտում, որպես դրամատուրգիայի հերոս իմ համար ամենահետաքրքիր այսօր Փաշինյանն է։ Չկա որից է մեկը կողքը դնելու։ Գիտեք ինչի, որտեղ 19 տարեկանից ընկած քաղաքականության մեջ, գիտեք, այն որ ճապոնացիները երկաթ են բանանում, ստանում լավագույն, այնքան են ծեծում, որ այդ կոփվի, հա։ Այս մարդու ֆիզիկական եւ հոգեբանական մեկ-մեկ այդ որ պայթում է բանը, քար չի, ունից դուրս է գալիս պարզը։ Երբեմն կարող է ինչ-որ շատ պորտկումներ է, բայց ոչ մեկը չկա այսօր այսքան աշխատած, իրա վրա աշխատող, իմիջերից փոխվող անընդհատ աշխատող, զարգացող, սովորող Եվ արևմուտքի այս նախագահները, վարչապետերը, ինձ հետաքրքիր էր, այդ ամբողջ ընթացքում նայում էի, թե այդ որ գալիս են գրկվում են բան են անում էլի, դա կեղծ է, կեղծ չի, ձևական է, ձևական չի։ Լսեք, բոլորը սիրում են, գիտեք ինչի են սիրում։ Պարզ բան, ուղիղ է, հայի պես ուղիղ է։ Օքսֆորդներում, Քեմբրիջներում կրթություն չստացած մեկն է, որը որ անգամ համալսարանից է դուրս եկել։ Սրանք ինչ-որ նարատիվներ են գցում, էլի անդադ պերաշկի ուտող, ես ուտող։ Լսեք, աղբ ուտեիք, չհրաժարվեիք Եվրոասոցիացիան գաղափարից, աղբ ուտեիք, զորք ու զինամթերք առնեիք եւ զինվորին ապահովեիք բանով, աղբ ուտեիք, այսքան տղյակներ ու բան զինվորի կարաքի հաշվին չկառուցեիք, աղբ ուտեիք էլ ես կուզեի, որ դուք աղբ ուտեիք, պատարակաղով եւ դանակով աղբ ուտեիք, բայց այդ բաները չանեիք։ Այսինքն մենք երկրորդականը առաջնայինից անջատելու խնդիրը այս լակոտ լուկուտները խառնում են սաղ իրար ու առաջ են տալիս այն բաները, որ ժողովրդի վրա ազդեն, բայց այս ժողովուրդը շատ էներգետիկ, շատ լավ հասկանում է ով, որ մեկը ինչ է արել, բոլորիդ մասին այսօր Փառք Աստծո Այս ինտերնետը ոնց որ Հայաստանի ու հայերի համար օրինված լիներ, որ կարողանայինք սա կոնցեպտուալ Հայաստանը փոփոխման ենթարկող այսօր լիդեր է իմ համար